ապրիլի 19-ին Երևան քաղաքի Արաբկիր և Խարանքիազերքի վարչական շրջանների դատախազությունից Երևան քաղաքի առաջնային ընդհանրավարության քրեական դատարան է ստացվել քրեական գործ ըստ մեղադրանքի Նարեկ Գայթի Սարգսյանի 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Ըստ մեղադրանքի Նարեկ Սարգսյանը 2022 թվականի մայիսի 4-ին ժամը 15-ից մինչև 23:20 նկատ ժամանակահատվածում Երևան քաղաքի Ադոնցի փողոց 6-րդ շենքի 100-րդ բնականում իր գնոջ Տաթևիկ Աբրամյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իրենց մանկահասակ դստեր Լիանա Սարգսյանի ներկայությամբ բռնություն գործադրելով և խեղդամահ անելով սպանել է Տաթևիկ Աբրամյանին։ Մեղադրանքը չի հիմնավորվել դատաքննության ավարտին, ավելին մեղադրական եզրակացությամբ առկա բազմաթիվ անհամապատասխանություններ, հակասություններ, կասկածներ չեն փարատվել դատաքննության։ Մասնավորապես տուժող Տաթևիկ Աբրամյանի մահվան ժամանակահատվածի վերաբերյալ առկա հակասությունը, ենթադրությունները և չփարատված կասկածը։ Պատվարժան դատարան դատաքննության ավարտին նախ մենք բոլորս չունենք կարևորագույն հարցի պատասխան. երբ է մահացել տուժող Տաթևիկ Սարգսյանը, առկա են պարզապես ենթադրություններ, բազում հակասություններ, ինչպես այս, այնպես էլ առանցքային այլ հարցերում։ Այսպես մեղադրական եզրակացության համաձայն ամուսինների միջև վիճաբանությունը եղել է 21:15-ից մինչև 23:20 նկատ ժամանակահատվածում, որի ընթացքում նաև ըստ մեղադրող կողմի տեղի ունեցել տուժողի սպանություն, սակայն մահվան մասին բժշկական վկայականի համաձայն, որը տրվել է հենց մայիսի 5-ին, տուժողի մահվան ժամը գրանցվել 2022 թվականի մայիսի 5-ը ժամը 00:00 համաձայն հատոր առաջին գործերթ 144։ Դատանի ուշադրությունն է հրավիրում հետևյալ հանգամանքին։ Դատաբժշկական փորձաքննությունը սկսվել է 2022 թվականի մայիսի 5-ին ժամը 11-ից 14 նկատ ժամանակահատվածում և ավարտվել 4 ամիս անց 2022 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ քննիչին է ուղարկվել դեպքից 5 ամիս անց 2022 թվականի հոկտեմբերի 23-ին, սակայն մահվան ակտի գրանցման վերաբերյալ դեպքից ընդամենը 1 օր անց 2022 թվականի մայիսի 6-ին առկա փաստաթղթում, որը տրվել է քաղաքացիական կազմության ակտերի գրանցման մարմնի կողմից, որպես մահվան պատճառ նշված է պարոնոցի օրգանների սեղմում, ձեռքով խեղդում։ Հատոր առաջին գործերթ 145։ Բացի այդ, տարբեր վարորդային փաստաթղթեր նույնպես կիրառվել է հիշյալ ձևակերպումը որպես մահվան պատճառ։ Սա այն դեպքում, երբ նման իրավական հիմք նախաքննական մարմինը երբևիցե չի ունեցել, նման փաստական տվյալ չի ունեցել, այսինքն ստացված չի եղել փորձագիտական եզրակացությունը, որով կարող է հաստատվել կամ հերքվել նշված հանգամանքը։ Սա կարող է նաև ակնհայտորեն վկայել կանխակալության մասին, որը դրսևորել է վարորդականացման մարմինը, նախաքննական մարմինը։ Ըստ դատաբժիշկ փորձագետ Վիգեն Ադամյանի կողմից տրված թիվ 0-5-23 եզրակացության, տուժողի մահը վրա է հասել դիահերձումից 12-ից 16 ժամ առաջ, հատոր 3-րդ, գործերթ 193-ից 202, դիահերձումը ըստ եզրակացության սկսվել է 2022 թվականի մայիսի 5-ին, ժամը 11-ից 14 նկատ ժամանակահատվածում, սակայն այդպես էլ անպատասխան է մնում այն առանցքային հարցը, թե ժամը 11-ից 12-ից 16 ժամ հետհաշվարկը կատարվել է 14:00-ից թե 11:00-ից։ Եթե մահվան վրա հասնելու ժամը հաշվարկենք փորձաքննության սկսելու պահից 11:00-ից 14:00 նկատ ժամանակահատվածից, ապա ստացվում է, որ տուժողի մահը կարող է վրա հասնել 2022 թվականի մայիսի 4-ին երեկոյան ժամը 19:00-ից մինչև 2022 թվականի մայիսի 5-ը ժամը 02:00 նկատ ժամանակահատվածում։ Մինչև այս կարևորագույն հանգամանքը մնացել է չպարզաբանված և կարծիք թե մեղադրող կողմին այդ հանգամանքը այդքան էլ չի հետաքրքրել։ Այլ կերպ ասած, տուժողի մահը կարող է վրա հասնել 21:15-ից ավելի վաղ ժամանակահատվածում, այդպես էլ շտաբողջության բրիգադի հեռանալուց հետո, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդպես էլ գործում բացակայում է սրտագրություն անելու վերաբերյալ փաստաթղթը, ինչի վերաբերյալ իմ գործընկերը ևս անդրադարձավ, ինչպես նաև այն փաստը, որ սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ չեն կատարվել։ Ասնիկ բժշկական կենտրոնի ախտաբան անատոմ Խանդանյանի 16/09/24 թվականին տրված ախտաբան անատոմի կարծիքի հետևությունների մասի համաձայն, երկրորդ կետ, եթե նկարագրված դիակային փոփոխությունները ընկալենք այնպես, ինչպես արձանագրված է, ինչպես կա, ապա կարող ենք համարել, որ տուժողի մահը կարող է վրա հասնել ժամը 01:00-ից 02:00 նկատ ժամանակահատվածում, հաշվի առնելով, որ սովորաբար մարմնի ջերմաստիճանը սկսում է անկում արձանագրել կամ դիակային փայտացումը, կմախքային փայտացումը և դիակային բուծերը սկսում են ի հայտ գալ 2 ժամ հետո։ Եթե ժամը 4:30-ից մինչև 5 նկատ ժամանակահատվածում դիակը եղել է թույլ ջերմ, նշանակում է բժշկի կողմից նշանակված ժամանակահատվածում կմախքային փայտացում, դիակային փայտացում չեն եղել։ Մահվան ժամի օբյեկտիվ նշանները և գործիքային հետազոտության նշանները պետք է պարտադիր նշված լինեն մի դեպքում դեպքի վայրում, մյուս դեպքում հերձման ժամանակ։ Օրինակ,
ուղիղ աղիքի ջերմաշրջանի որոշումը, որը դիակի դատաբժշկական փորձաքննության ուսումնասիրությունից պարզ չէ առանձնարկ կատարվել է թե ոչ եւ ինչ հետեւության է եկել։ Մահվան ժամի օբյեկտիվ նշանները որոշելու համար օգտվելով նաեւ քիմիական ռեակցիաներից, որոնք դրվում են հյուսվածքների վրա բոլոր 3 շրջաններից, արյունազեղման արյան շրջանառության խանգարման տեսակները հայտնաբերելու համար տալիս են ճշգրիտ տեղեկություն, թե մահը երբ է վրայացել, որը դիակի դատաբժշկական փորձաքննության ուսումնասիրության առարկա չի դարձվել եւ նշված փորձագիտական եզրակացության մեջ հետեւությունները առկա չեն։ Առհասարակ, եթե ելակետ վերցնենք ժամը 20:00, պետք է 2-ից մինչև 4 ժամ հետո անցնել բարակ աղիքի հատվածում եւ դատարկ ստամոքս կարող է արձանագրվել 6 ժամ հետո եւ սա նույնպես կարող է հիմնավորել, որ մահը վրա է հասել 01:00-ին։ Նշենք նաեւ, որ դեպքի վայրի զննությունը եւս մանրակրկիտ չի կատարվել եւ ամբողջական չէ։ Դեպքի վայրի մանրամասն եւ ճշգրիտ զննությունը կարեւոր է ելակետային տվյալների անվնաս փոխանցման տեսանկյունից, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի երկրորդ երաշխավորված կյանքի իրավունքի խախտման գործերով արդյունավետ քննության պարտավորությունն ապահովելու տեսանկյունից, որպեսզի պայմանը սույն գործի շրջանակներում չի կատարվել։ Սույն վարույթով դեպքի վայրիզնությունը ինչ բացթողումներ է եղել։ Օրինակ նշված է, որ բնակային դուռը բաց է եղել, սակայն որևէ նմուշառում չի կատարվել դրան վրայից։ Զննության ավարտին չկա գրառում այն մասին, թե ի վերջո դուռը բաց է մնացել, թե փակվել ու կապարարագործվել է քննիչի կողմից դեպքի վայրի հետագա բաշխած պահպանություն ապահովելու նպատակով։ Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ դեպքի վայրից կարող էին հետագայում անհետանալ, օրինակ Խալաթը գոտին, որը ըստ Արսեն Մինասյանի ցուցմունքի նախերտել է Տաթևիկ Աբրամյանին։ Կարող էր անհետանալ շտաբողության բժշկի կողմից հիշատակված սրտագրության թուղթը, եթե այդպիսի օբյեկտիվ իրականություն առանձնարկ եղել է եւ այլն։ Նկարագրված չէ մահճակալը, որի վրա հայտնաբերվել է դուժողի դին, չկա հիշատակում, թե ինչ առարկաներ իրեր սպիտակերեն հագուստ կա մահճակալի վրա։ Դեպքի վայրի զննության արձանագրության լուսանկարչական հատվածում թեև հստակ երևում է ննջասենյակի մահճակալի բարձրից մեկի վրա առկա խալաթնման վերնազգեստ, այդուհանդերձ այն եւս նկարագրված չէ առհասարակ։ Չի կատարվել հիշալ վերնազգեստի արգիրավում, բնականաբար չեն վերցվել նմուշներ հիշալ հագուստից։ Միգուցե դա կարող էր լույս սփռել այն հանգամանքի վրա, որ որպես վկա հարցաքննելիս դատարանում հայտնեց վկա Արսեն Մինասյանն, ըստ որի ինքն է կյանքից զրկել դուժողին։ Նրա հագին եղել է խալաթ դեպքի օրը, որը հագից ընկել է եւ որի գոտիով էր սպանությունը կատարել է։ Զննությանը կից լուսանկարչական հավելվածում հստակ երևում է, որ բնականում կան բացված մի քանի դարակներ, սակայն այս հանգամանքը եւս արձանագրված չէ արձանագրությամբ, սակայն կարող է վկայել այն մասին, որ ինչ-որ մեկը փորձել է իրեր փնտրել բնականում եւ հավանական է բոլորովին այլ շարժառիթ է եղել դուժողին կյանքից զրկել։ Օրինակ հափշտակության միջոցով մանավանդ քննությանը հայտնի են դարձել նաեւ տվյալներ, ըստ որոնց դեպքի օրը իրեր են որել բնականից։ Բացի այդ, արդենից դատաքննության փուլում հարցաքննված վկա Արսեն Մինասյանը նշել է իր մտածության մասին բնականից իրեր հափշտակելու վերաբերյալ։ Թեև զննությանը մասնակցել է երկու փորձագետ, այդուհանդերձ կենսաբանական հետքեր հայտնաբերելու ուղղությամբ բավարար քայլեր չեն կատարվել։ Այսպես ոչ դիակի վրայից, օրինակ պարանոցի հատվածից, որտեղ եւ եղել են վնասվածքներ ոչ մահճակալից, ոչ դռների վրայից մատնահետքեր, քրտնաճարբեր, մաշկի մնացորդներ չեն վերցվել։ Դրանք առավել ինֆորմատիվ կարող են լինել հենց հանցագործության կատարած անձի նույնականացման առումով։ Հիշալ հետքերի փորձանմուշների արկայության պարագայում գենետիկական փորձաքննությունը կարող է տալ մինչ օրս հարցական մնացած շատ հարցերի պատասխաններ։ Չէ՞ որ եթե ըստ մեղադրական եզրակացության դուժողի մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է ձեռքերով խեղդելու միջոցով, ապա դուժողի պարանոցին պետք է լինեին եւ ձեռքերի հետքեր եւ մաշկի էպիթելներ եւ քրտնաճարբեր։ Դեպքի վայրը զննելիս չեն արձանագրվել եւ վերցվել ենթադրյալ հանցագործության դեպքի համար էական նշանակություն ունեցող ելակետային այնպիսի տվյալներ, ինչպիսիք են դուժողի ձեռքերի մատերի, ծափերի ներսային մասից քրտնաճարբերի, մաշկի մնացորդների նմուշառումներ, ինչը կարող է տալ կարևոր հարցի պատասխան, քանի որ եթե ըստ մեղադրանքի անձը խեղդամահ է արվել, ապա սեփական կյանքը փրկելու նպատակով նա ձեռքերով փորձել է բացել պարանոց, ազատվել շնչահեղձությունից, հետևել իրեն խեղդել փորձողին։ Հետևաբար նման պայմաններում առավել ինֆորմատիվ հետքեր կարող են պարունակել դուժողի ձեռքերը։ Չեն կատարվել դուժողի հագուստներից նմուշառումներ։ Խոհանոցում գտնվող սպասքը, բաժակները, ամանները, պլաստիկ շշերը եւ այլ օբյեկտները փորձագետի կողմից մշակվել են մատնահետքերի հայտնաբերման փոշիով, անհասկանալի է շարունակություն նաև փաստաթղթի մեջ, սակայն այն հանգամանքը, որ քրեական վարույթներում առկա չէ անգամ մատնահետքաբանական փորձաքննություն, վկայում այն մասին, որ նույնականացման համար պիտանի հետքեր չեն հայտնաբերվել մատնահետքեր, որը եւս անհասկանալի է։ Մուտքի տան, շեմի տան ներսի ոտնահետքերը եւս զննության չեն ենթարկվել, հետքերի նմուշառումներ չեն կատարվել։ Չունենք տվյալ, թե տան որ մասում են դուժողի հողաթափերը, արդյոք մահճակալի մոտ, թե դրանից հեռու։
Հագուստների արգելավումը չի կատարվել քրեական օրենքին համապատասխան։ Մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն քննչական գործողության ընթացքում վերցված առարկաները, փաստաթղթերը կամ այլ նյութերը մանրամասն նկարագրվում են համապատասխան արձանագրության մեջ, փաթեթավորվում եւ կնքվում են։ Մինչդեռ Դուժող Դաթևիկ Աբրահամյանի հագուստները արգելավելիս դրանք մանրամասն չեն նկարագրվել, չեն զննվել քննիչի կողմից, չեն փաթեթավորվել եւ կնքվել։ Նման գործողությունների մասին հիշատակում առնվազն առկա չէ։ Պարզապես արձանագրության նշված է ներկայացված Դաթևիկ Աբրահամյանի հագուստները մեկ փաթեթով, ներկայացնող Ռոման Լիանա Ղուկասյան։ Նմանապես Նարեկ Սարգսյանի հագուստների արգելավման մասին արձանագրության մեջ առկա չէ որևէ հիշատակում, որ դրանք փաթեթավորվել են եւ կնքվել։ Նկարագրված են սոս հագուստները այն էլ ոչ մանրամասն, սակայն Նարեկ Սարգսյանը հրաժարվել է արձանագրություն ստորագրել, նշել է նաև, թե չի հիշում երբեհակել հիշալ հագուստները։ Իդեպ արգելավել են նաև մեղադրելի կոշիկները, որոնց վերաբերյալ սակայն որևէ փորձաքննություն չի նշանակվել, մասնավորապես կոշիկի վրայի փոշու ոտնահետքերի նույնականացման նպատակով։ Թեև արգելավել են դուժողի մաշկի քերծվածները, անհասկանալի է նաև մարմնի որ մասերից, այդուհանդերձ փորձաքննություն չի իրականացվել համապատասխան փորձագետ չլինելու պատճառով։ Հագուստները չեն ճանաչվել իրեղեն ապացույց արգելավումից անմիջապես հետո, այլ միայն փորձաքննությունից հետո, հետևաբար հիշալ հագուստները իրեղեն ապացույցների պահպանության համար նախատեսված քրեադատարական ընթացակարգով չեն անցել եւ չեն պահպանվել։ Հագուստները իրեղեն ապացույց են ճանաչվել միայն նախաքննության ավարտին 2023 թվականի ապրիլի 12-ին դեպքից 11 ամիս անց։ Հետևաբար հիշալ արգելավները իմ կարծիքով քրեադատարական օրենքի խախտում են կատարվել։ Այս ողջամիտ կասկածը կարող է փարատվել, եթե հագուստների զննություն կատարվել, դրա ընթացքում պահպանվեն քրեական դատավարության տվյալ պահին գործող օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-3 մասերի պահանջները, որոնք սահմանում են քննիչը զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում իրեն մատչելի։ Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի եւ առանձին առարկաների չափումներ, կազմում հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, իսկ հնարավորության դեպքում կատարում լուսանկարանում, տեսանկարանում։ Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ մասնագիտությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ, սակայն հիշալ իրավադրույթի պահանջից բխող որևէ գործողություն փաստացի քննիչի կողմից չի կատարվել։ Դիակի աչքերը եւ բերանը բաց կամ փակ լինելու վերաբերյալ հակասություն, ենթադրություններ եւ չփարատված կասկածներ եւս առկա են։ Մասնավորապես դեպքի վայրի զննության մասին 2022 թվականի մայիսի 5-ի արձանագրության համաձայն հատոր առաջին գործերտ 6-ից 8 դիակը դեմքով թեքված է դեպի աջ, աչքերը եւ բերանը փակ են։ Այսինքն դեպքի վայրի զննության մասնակից փորձայտը արձանագրել, որտեղ գիշերը ժամը 02:45-ից 05:15 նկատ ժամանակահատվածում դիակը դեմքով գտնվում է դեպի աջ, աչքերը եւ բերանը փակ, սակայն շտաբօգնության բժիշկ Էդմոն Աբրահամյանը, ով դեպքի վայրի ժամանել մասնավորապես 1:40, իր ցուցմունքում նշել է, որ աչքերը եւ բերանը եղել են բաց։ Հատոր առաջին 21-ից 23 դիակի ջերմության համարյա սառած կամ թույլ ջերմ լինելու վերաբերյալ հակասություն ենթադրությունը եւս առկա են։ Մասնավորապես դեպքի վայրի զննության մասին 2022 թվականի մայիսի 5-ի արձանագրության համաձայն անօթափոսերում զգացվում է թույլ ջերմություն դիակի շոշափումով։ Դիակի դեղ ջերմ լինելն արձանագրվել է գիշերը ժամը 02:45-ից 05:15 նկատ ժամանակահատվածում դեպքի վայրի զննության մասնակից փորձագետի կողմից։ Դատաքննության ընթացքում շտաբօգնության բրիգադի բժիշկը դուժողի ներկայացուցիչի հարցին, թե այսինքն ձեր սխալի հետևանքով է եղել, ինչ կասեք ունեք, բան ասելու, պատասխանել է, դեմ կարտահայտվեմ, որտեղ արդեն իսկ եղևը չորացած է եղել մարդու, այսինքն ով ուզում է լինել այնտեղ, եթե անգամ սկսենք սիրտ հոգային վերակենդանացման գործողություն, ապարդյուն կլիներ, որտեղ ինքը համարյա արդեն սառած վիճակում էր, գլուխը կապտած էր, բիբերը լայնացած են, այսինքն ակնհայտ է հակասությունը շտաբօգնության բժշկի կողմից արձանագրված համարյա արդեն սառած վիճակում է արտահայտության, որը վերաբերում է շտաբօգնության բրիգադի ժամանման պահին ժամը 1:40-ին եւ ժամը 2:45-ից մինչեւ 5:15 նկատ ժամանակահատվածում դիակի թույլ ջերմ լինելու վերաբերյալ փորձագետի արձանագրման միջև։ Այս հանգամանքը եւս առանցքային է դուժողի մահվան ճշգրիտ ժամանակի որոշման հարցում եւ բազմաթիվ անհամապատասխանություններ հնարավոր կլիներ հետքեր։ Դեպքի վայրում էլեկտրասրտագրության կատարելու վերաբերյալ չփարատված կասկած եւս առկա է։ Շտաբօգնության բրիգադի ժամանման պահին Դաթևիկ Աբրահամյանի մահացած լինել կասկածի տակ գտնվում նաև ստորև ներկայացված կարևոր հանգամանքները։ Դեպքի վայր ժամանակ շտաբօգնության բժիշկը դատան տրված ցուցմունքում նշեց, թե կատարել էլեկտրասրտագրություն եւ հանրային մեղադրողային հարցի թե իմաստը որն է, եթե անձը մահացած է, նրա սիրտը ստուգելով վկան պատասխանեց, որ ամեն դեպքում ապացույց լինի, որ այդ մարդը մահացած է։ Այսինքն սիրտը կանգնած էր
եթե չեմ սխալվում, տպել եմ կարծիգրամայի վրա ու դրել եմ իր կողքը։ Դեպքի վայր ժամանակ շտապողության բժիշկ Էդմոն Աբրահամյանի այս ցուցմունքը հակասում է եւ չի հիմնավորում դեպքի վայրի զննության մասին 22 թվականի մայիսի 5-ի արձանագրությամբ, որտեղ էլեկտրաստղրտագրության բժշկական թղթի հայտնաբերման արկայության մասին որևէ հիշատակում արկա չէ։ Այսինքն փաստացի չի հայտնաբերվել։ Ավելի Երևան քաղաքի առաջնահերթյանի ընդհանրավարության քրեական դատարանում ձեր գրությանն ի պատասխան Երևանի քաղաքապետարան շտաբողության ՀԲ 0701-2025 թվականի գրությամբ հայտնել է, որ 2022 թվականի մայիսի 5-ին ժամը 1:23-ին 1:03 օպերատիվ ծառայություն գրանցված թիվ 1073 կանչի ժամանակ կատարված էլեկտրաստղրտագրության արդյունքները չեն պահպանվել, ուստի այն չի տրամադրվել, այն տրամադրել չեն կարող։ Վեր ներկայացված հանգամանքներից ելնելով չփարատված կասկածները շարունակում են մնալ։ Առհասարակ էլեկտրաստղրտագրություն կատարվել է թե ոչ, եթե կատարվել է ինչպես եւ ինչ հանգամանքներում է անհետացել դրա վերաբերյալ արկա բժշկական փաստաթուղթը, եթե այդ փաստաթուղթը շտաբողության բրիգադի բժիշկ Էդմոն Աբրահամյանը թողել է դեպքի վայրում դիակի կողքին, ապա ինչու եւ ինչպես դրա մասին չկա հիշատակում, չի կատարվել դեպքի վայրի զինության արձանագրությունում եւ ինչու այն պետք է լիներ շտաբողության շտաբ բուժօգնություն ՓԲ-ի տիրապետության տակ եւ չպահպանվել, այսինքն ինչու չպիտի լիներ իրենց ներքո։ Այս կարևոր հարցերը պարզաբանների բացակայություն թույլ են տալիս ողջամտորեն չփարատված կասկածի տակ թողնել գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հետեւյալ հանգամանքը։ Արդյոք Տաթևիկ Աբրահամյանը մահացած է եղել շտաբողության ժամանման պահին, թե դեռ ողջ է եղել։ Էլեկտրաստղրտագրության վերաբերյալ փաստաթուղթը կարող է լինել այն հավաստի ապացույցը, որ Տաթևիկ Աբրահամյանը շտաբողության բրիգադի ժամանման պահին մահացած էր։ Այլ կերպ ասած, սույն գործում բացակայում է այս կարևոր հանգամանքը հավաստող կամ հետքով անհրաժեշտ ապացույցը։ Հետևաբար մեղադրանքի հիմքում դրված է բժիշկ Էդմոն Աբրահամյանի ծայրաստիճան կասկածներ հարուցող եւ որևէ փաստական տվյալով չէ հիմնավորվող պնդումը, թե դեպքի վայրի ժամանման պահին Տաթևիկ Աբրահամյանը եղել է մահացած։ Այս կասկածն ավելի ամրապնդվում նաեւ այն հանգամանքով, որ Էդմոն Աբրահամյանի դատաքննության ժամանակ տված ցուցմունքները Տաթևիկ Աբրահամյանի մարմնի սառած լինելու վերաբերյալ խիստ հակասում են մարմնի ջերմ լինելու վերաբերյալ դեպքի վայրի զննության մասին արձանագրության մեջ փորձագետի նշած փաստին։ Տաթևիկ Աբրահամյանի գլխի կապտուկ կապտած գլուխ լինել չլինելու վերաբերյալ հակասություններ եւս առկա են։ Դատաքննության ժամանակ շտաբողության բժիշկ Էդմոն Աբրահամյանին ուղղված հարցին, թե այսինքն ձեր սխալի հետևանքով է եղել, ինչ կասեք ունեք բան ասելու, Էդմոն Աբրահամյանը պատասխանեց, եթե անգամ սկսեինք սիրտաթոքային վերակենդանացման գործողությունները, ապա ապարդյուն կլիներ, որտեղ ինքը համարյա արդեն սառած վիճակում էր, գլուխը կապտած էր։ Սակայն դիակի թիվ 0523 դատաբժշկական փորձաքննությամբ արտաքին եւ ներքին ուսումնասիրությամբ կապտած գլուխ չի արձանագրվել։ Ավելին ըստ 2025 թվականի մայիսի 5-ի դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, որը սկսվել է 02:45-ին եւ ավարտվել 05:15-ին, դիակը զննվել է վերջում եւ զննության գլխի կապտուկ կրկին չի արձանագրվել եւ դեռ եղել է թույլ ջերմ։ Ուշագրավ է, եղևը չորացած է եղել արտահայտությունը։ Հավանաբար խոսքը գանգուղեղի եղևի մասին է, որի անատոմիական, ֆիզիոլոգիական այս կամ այն փոփոխությունների մասին հետևությունները կարող են արվել միայն համապատասխան մասնագետի կողմից դիահերձում կատարելուց հետո դատաբժշկական փորձաքննությամբ։ Տաթևիկ Աբրահամյանի մարմնի վնասվածքների վերաբերյալ այլ հակասություններ եւս առկա են գործում։ Քրեական գործ հարուցելու եւ արդյունքների մասին որոշման մեջ նշված է։ Հայտնաբերվել է 30-35 տարեկան կնոջ դիակ գլխի վնասվածքով։ Հետագայում բազմաթիվ վարորդային փաստաթղթերով տեսնում ենք նույն ձևակերպում, որտեղ նշված է գլխի վնասվածք։ Այսինքն հիշյալ տվյալը գլխի վնասվածքի մասին ոստիկանությանը հայտնել են շտաբողությունից։ Սակայն դատաբժշկական փորձաքննությամբ գլխի վնասվածքի մասին որևէ հիշատակում առկա չէ, այլ կզակի սրունքի դասնակի աչքի շրջանի պարանոցի մասին եւ այլ քերծվածների ու այլնազդեղումների մասին են հիշատակումները։ Անհասկանալի է, թե գլխի վնասվածքի տակ ինչ պետք է հասկանալ եւ ինչպիսի վնասվածքի մասին է խոսքը։ Շտաբողության բժիշկ Էդմոն Աբրահամյանը ցուցմունքով հայտնել է, դիսպեչերին հաղորդել է, որ դիակի պարանոցի հատվածում առկա է վնասված, որպեսզի վերջին ահազանգ տա ոստիկանություն։ Այստեղ խոսք չի եղել գլխի վնասվածքի մասին։ Պարանոցի սեղմում ձեռքերով, թե պարանով չփարատված կասկած այս հարցի վերաբերյալ եւս առկա է։ Դատաքննության ավարտին մենք չունենք հստակ պատասխան, թե ինչ գործողության հետևանքով է մահացել դժողը։ Ըստ պաշտպանության կողմի մենք մեր վարկածը իհարկե ունենք։ Գիտական այնպիսի ապացույց, ինչպիսին է Ասպից բժշկական կենտրոնի ախտաբանական կենտրոնի ղեկավար Ախտաբան Անատոմ Խանդանյանի կողմից 24 թվականի սեպտեմբերի 16-ին տրված
Ախտաբան անատոմի կարծիքը դիակի նկարներից պարզ է երևում, որ երկու ձեռքերով սեղման գործողություն չկա տղամարդու ձեռքերի հետքեր, որը սովորաբար մնում է դիակի վրա։ Կոկորդային հատվածի հետքերը նման են պարանով սեղման եւ այն էլ հետնամասից եւ հետքերը աջ հատվածում են արձանագրվել, այսինքն կարծես տպավորություն է, որ հետևից դեպի աջ հատվածը սեղմում լինի, բայց ոչ երկու ձեռքերով։ Պարանի սեղման մասին, ինչպես հայտնի է, դատանում ցուցմունք տվեց նաեւ ԲԿ Արսեն Մինասյանը, ով պնդեց, որ ինքն է կատարել նշված հանցագործությունը խալաթի գոտիով։ Կենսաբանական, դատագենետիկական, հետքաբանական, դատամանրաթելային, դատաբժշկական փորձարկությունների արդյունքում շարունակում են պահպանված մնալ բազմաթիվ չպարզաբանված հանգամանքներ։ Մարդու իրավական դատան իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ անկողմնակալ փորձագետի կազմած գիտականորեն հիմնավորված փորձագիտական եզրակացությունը յուրաքանչյուրի արդարադատականության իրավունքի մասն է։ Փորձագետի եզրակացության թույլատրելիությունը գնահատելիս պետք է ստուգել արդյոք ներկայացված օբյեկտները համեմատական նմուշները կամ այլ նյութերը ձեռքբերած պահպանվել են քրեադատարական օրենսդրության պահանջները, թե ոչ, չէ՞ որ թունավորված ծառի պտուղների մասին կանոնը, որով օրենքի խախտում կատարված քրեական գործողության հետևանքով անթույլատրելի պետք է ճանաչվի ոչ միայն տվյալ քրեական գործողության արձանագրությունը, այլև բոլոր նյութերն ու դրանց հետազոտող արդյունքները։ Հիշյալ լույսի ներքո արձանագրում են, որ Դուժողի եւ Մեղադրյանի հակոստները իրեն ապացույց չեն ճանաչվել, մանրամասն չեն նկարագրվել, չեն փաթեթավորվել ու կնքվել, հետեւաբար ձեռք են բերվել օրենքի խախտում։ Դեռևս մայիսի 12-ին դատագենետիկական փորձարկություն է նշանակվել, մայիսի 13-ին փորձագիտական կենտրոն է ներկայացվել որոշումն ու նյութերը։ Օգոստոսի 5-ին ներկայացվել է նաեւ Դուժողի եղունների կտրվածքի նմուշներ եւ ԴՆԹ փորձարկության շրջանակներում հիշյալ նմուշների վերաբերյալ հարցադրում է ներկայացվել։ Հիշյալ նմուշները մեկ հետ են պահանջվել, մեկ նշվել է, որ վերադարձնելու անհրաժեշտություն առկա չէ, մեկ կենտրոնից մյուսն են անցել, նմուշները պատասխան է տվել, որ մաշկի եւ մազի մասնագետ բյուրոն չունի։ Այնիշ ԴՆԹ փորձարկությունը կարող է արագ պատասխանել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նույնականացման առնչվող առարկային հարցին, քանի որ մեղադրանքի հիմնարարման տեսանկյունից մաշկի մնացորդների նույնականացումը, օրինակ Դուժողի պարանոցին լույս կսփռեր տեղի ունեցածի վրա, սակայն մաշկի մնացորդների քրտնաճարբերի նմուշներ չեն վերցրել առհասարակ Դուժողից։ Փորձագետի թիվ 100 եզրակացության, որը կատարվել է Առողջապահության նախարարության Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետ Հասմիկ Հովհաննիսյանի կողմից հատոր 453-158 արձանագրվել է դատաբժշկական փորձարկության ենթարկեցին երկու սուրճի բաժակները, Տաթև Աբրամյանի հագուստները, 3 փաթեթներով ներկայացված Նարեկ Սարգսյանի հագուստները, դիակի աջ եւ ձախ ձեռքերի եղունգային կտրվածները եւ այլն նմուշը։ Սկսվել է 2022 թվականի մայիսի 15-ին եւ ավարտվել 8 ամիս անց։ Հագուստները սև կիսաթև շապիկը, սև կույտանման հավաքված բարտիքը, սև սպորտային վերնազգեստը, որ ոսապատ են եղել պիտանի չէ ԴՆԹ անջատման համար։ Հայտնի չէ, թե առհասարակ ինչ պայմաններում են պահպանվել նշված առարկաները։ Մոլեկուլային գենետիկական նույնականացման փորձարկության ներկայացված սև սուրճի բաժակից Տաթևիկ Աբրամյանի դիակի աջ եւ ձախ ձեռքերի եղունգային կտրվածների ենթաեղունգային պարունակություններից, ինչպես նաեւ Տաթևիկ Աբրամյանի հագուստները մակագրության փաթեթում առկա սպորտային անդրավարտիքի դարձրեցի նկատվող դեղնավուն հետքերից անջատված ԴՆԹ-ները ամենայն հավանականությամբ համընկնում են միմյանց, առանցացել են նիկական սեռի մեկ անձից եւ միևնույն ժամանակ ամենայն հավանականությամբ համընկնում են Տաթևիկ Աբրամյանի դիակի արյան նմուշից անջատված գենետիկական բնութագրի հետ, սակայն դրանք չեն համընկնում վերենշված Նարեկ Սարգսյանի հագուստներից անջատված արական սեռի ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ։ Փորձարկության ներկայացված սպիտակ սուրճի բաժակից անջատված իգական սեռի անձի պատկանող ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի չի համընկնում Տաթևիկ Աբրամյանի բնորոշ գենետիկական բնութագրի հետ, բացառվում է դրա ծագումը Տաթևիկ Աբրամյանից, այն թողնվել է մեկ այլ իգական սեռի անձից։ Հետևաբար այն չի համընկնում նաև վերնշված հագուստներից անջատված արական սեռի ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ։ Վերը ներկայացվածից փաստում ենք հետևյալ կարևոր հանգամանքը։ Տաթևիկ Աբրամյանի եղունգային կտրվածների եւ ենթաեղունգային պարունակությունները, ինչպես նաեւ վերջին հագուստների վրա չկա Նարեկ Սարգսյանի պատկանող ԴՆԹ-ն։ Դատակենսաբանական, դատահետքաբանական եւ դատամանրաթելային համալիր փորձարկության թիվ 22/1056 եզրակացությամբ Տաթևիկ Աբրամյանի եղունգները մանրաթելեր չեն հայտնաբերվել։ Ըստ Աստրիկ բժշկական կենտրոնի ախտաբան Անատոլ Խանդանյանի կարծիքի, ինչ վերաբերում է քերծվածները տղամարդու թե կնոջ կողմից են թողնված, ապա
Փորձակնությամբ արձանագրված պատկերը թողնում է տպավորություն, որ սուր եղունգների հետքեր կան, մասնավորապես դրանցից է աջ ականջախեցու արտաքին մակերեսին արկած 0.5-0.3 արյունազեղումը, աջից վերին կոպի ներսային կեսում արկա է 1-ից 0.7 cm չափի կապտաբոցորագույնի արյունազեղում։ Խոհանոցում գտնվող սպասքի բաժակների, ամանների, պլաստիկ շշերի և այլ օբյեկտների փորձայինի կողմից մշակվեցին մատնահետքերի հայտնաբերման փոշիով, այնուամենայնիվ քրտնաճարպեր մաշկի էպիթելներ չեն վերցվել դիակի վրայից։ Արձանագրվում է, որ Տաթևիկ Աբրամյանի արյան կամ գենետիկական առանձնահատկությունն արտահայտող հետքեր չեն հայտնաբերվել Նարեկ Սարգսյանի հագուստների փորձակնությամբ, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ իրեր և առարկաներ այդպես էլ չեն հայտնաբերվել Նարեկ Սարգսյանի բնակության վայրի խուզարկության ժամանակ։ Վկաների ցուցմունքները Նարեկ Սարգսյանի գործողությունների և վարքի վերաբերյալ հակասում են մեղադրանքի բնույթին և չեն հանդիսանում մեղադրանքը հիմնավորող ապացույց, մասնավորապես դժողի հարևանու վկա Իրինա Լևոնի Մելքոնյանի ցուցմունքի համաձայն Տաթևիկ Աբրամյանի բնականի տրամոտ կանգնած անձնավորության տեսներից հարցրել է, թե ինչ եք նայում, մարդ եք ման գալիս, այդ անձը պատասխանել է, որ Տաթևի մոտ եմ եկել։ Ցուցմունքի համաձայն այդ տղան հեռախոսով ասել է Տաթև դուռը բաց, խոսալու բան կա։ 2-ից 3 րոպե թակել է, որից հետո զանգարել և ասաց, որ հարևանները հարցնում են, թե ինչ ես անում, դուռը բաց։ Տղայի զանգից հետո դուռը նկատեցի բացեցին և տղան ներս գնաց։ Ներս մտնելուց հետո նշված բնականից որևէ ձայն, այդ թվում վիճաբանություն կամ առանձնային խոսակցություն չեմ լսել։ Այդ տղան մոտ 1 ժամից կամ ավելի Տաթևի աղջկա հետ գնաց, մի ձեռքում էլ 2 պոլիէթիլենային տոպրակ։ 30-ից 35 տարեկան, 160 cm հասակով, կլորավուն, կարմրավուն դեպքով, սպորտային կազմվածքով, կարճ կտրված մանզերով։ Վկա Իրինա Մելքոնյանը հայտնել է, որ արտառոց ձայներ նրանց տանից չի լսել։ Որևէ արտառոց ձայներ, վիճաբանության ձայներ չեն լսել նաև մյուս հարևանները վկաներ Լիանա Բաղդասարյանը։ Կարևոր ենք համարում նաև Լիանա Բաղդասարյանն ու Անի Ադիկյանը։ Նաև կարևոր ենք համարում նշել այն հանգամանքը, որ վկա Իրինա Մելքոնյանը միշտ ճանաչումը ներկայացնել է, նրան արդենից ներկայացված է եղել Նարեկ Սարգսյանի լուսանկարը, որով արժե զրկվել և առարկազուրկ է դարձել առհասարակ ճանաչման ներկայացումը։ Այս փաստական տվյալները վկայում են այն մասին, որ Նարեկ Սարգսյանը հանցանք կատարելու որևէ մտադրություն չի ունեցել և չէր կարող ունենալ, որևէ մեկից թաքնվելու, խուսափելու, ինչ-որ բան թաքցնելու հիմքեր չի ունեցել, այսինքն նա եկել է իր կնոջ և երեխայի մոտ բացահայտ և բարյացակամ տրամադրված։ Շտաբողության բժիշկ Էդմոն Աբրամյանը իր ցուցմունքով հայտնել է, որ կանչ է եղել, թե ուշագնաց եղած կին կա հիշահասցել 12 րոպեանց բրիգադը եկել է տեղում, կինը մեջքի վրա էր պառկած, բժիշկը ստուգել է զարկերակը, պուլսացիա չի եղել, որի մասին հեռախոսով հայտնել է տղամարդուն, ով զանգել է շտաբողություն։ 2022 թվականի մայիսի 6-ի զինության արձանագրությամբ հաստատված է, որ շտաբողություն կատարած առաջին զանգը տևել է 2 րոպե 21 վայրկյան, որի ընթացքում անծանոթ տղամարդը խնդրում է շտաբողություն և երրորդ անձից պարզելով հասցեն տեղեկացնում է շտաբողության աշխատակցին, ինչպես նաև հայտնում է իր հեռախոսահամարը։ Շտաբողության աշխատակցի հարցին պատասխանում է, որ օգնության կարիք ունեցող անձը իր կինն է։ Հիմա գիտակցության բերել եք, երկրորդ զանգը տևել է 46 վայրկյան, որի ընթացքում անծանոթ տղամարդը խնդրել է հնարավորինս արագ գալ օգնության։ Վկա Կարապետ Այվազյանի ցուցմունքով դեպքի օրը Նարեկ Սարգսյանը նրա հետ մեքենայով գնացել է Տաթևիկ Աբրամյանի վարձած բնակարան երեխային վերցնելու, բարձրացրել է մենակ, ինքը սպասել է մեքենայի մեջ, հետո իջել է երեխայի հետ նորմալ վիճակում է եղել, երեխային իջեցրել է իր ծնողների մոտ ու ասել, որ երեխայի բոթասներն է մոռացել, պիտի գնա վերցնի, նորից վերադարձել է դժողի բնակարան, բարձրացրել է Նարեկը, հետո իջել եղել է լարված, միանգամից հարցրել է շտաբողության համարը ու զանգել, մեքենայից դուրս է եկել ու խոսել շտաբողության աշխատակցի հետ։ Բոլոր այս փաստերը վկայում են այն մասին, որ Նարեկ Սարգսյանը որևէ մտածում չի ունեցել Տաթևիկ Աբրամյանի վնաս պատճառելու, առավելապես չէր կարող սպանության նպատակ ունենալ։ Նարեկ Սարգսյանի վարքագիծը բոլոր գործողությունները նախ եւ առաջ շտաբողություն զանգարել է եւ Տաթևիկի համար օգնություն խնդրել է հետամուտ լինելը եւ նրա առողջության համար անհանգստությունը կրկին շտաբողություն զանգելը վկայում են այն մասին, որ Նարեկ Սարգսյանը ոչ միայն չի ցանկացել եւ չի կատարել սպանություն, այլ բացահայտ կերպով երկու անգամ եկել է Տաթևիկ Աբրամյանի բնակարան, ավելին
նա վերադարձել է նորից վկա Կարապետ Այվազյանի հետ առանձնայնքի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Նարեկ Սարգսյանը վերադարձել է Դավթևիկ Աբրամյանի մոտ այն ժամանակահատվածից հետո, որի ընթացքում ըստ մեղադրանքի տեղի է ունեցել սպանությունը։ Եթե նա սպանած լիներ կնոջը եւ հեռացած, ապա ինչու պետք է վերադառնար եւ դեռ ավելին օգնություն ցուցաբերեր արևանների համար տեսանելի, ինչպես նաեւ այլ անձանց համար տեսանելի ձևով։ Այսինքն մեղադրանքի ինքում դրված այս վկաների ցուցմունքները որևէ կերպ չեն հիմնավորում Նարեկ Սարգսյանի մեղադրանքով վերագրված դիտավորությամբ կնոջի կյանքին զրկելու հանգամանքը, այլ կերպ առհասարակ սույն գործով բացակայում են ուղղակի ապացույցներ, որոնք կհիմնավորեին Նարեկ Սարգսյանի կողմից դիտավորյալ սպանության կատարումը։ Եվ նաև ձեր ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքին, որ վկաների կողմից տրված ցուցմունքները թե առանձին վերսած, թե համակցության մեջ իրենց մեջ չեն պարունակում որևէ բավարար տվյալ, որ Նարեկ Սարգսյանը առհասարակ կատարել է իրեն մեղսագրվող արարքը։ Վերցանված զանգերի վերաբերյալ չպարզված հանգամանքները։ Զանգերի զննություն կատարելու մասին արձանագրության համաձայն Դավթևիկ Աբրամյանի կողմից օգտագործված մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի վերցանումներով պարզվել է Նարեկ Սարգսյանի հեռախոսամարին առկա են բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնցից վերջինները 2022 թվականի մայիսի 4-ին ժամը 18:45 եւ 20:37-ի, որոնք սպասարկվել են Ադոցի 17 հասցեում տեղակայված Ալեհավակ կայանի կողմից ժամը 18:44-ից մինչև ժամը 20:36-ը ընկած ժամանակահատվածում առկա են հեռախոսազանգեր Նարեկ Սարգսյանի հեռախոսամարից, որոնցից միայն առաջինի տևողությունը 19 վայրկյան, իսկ մնացած հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։ Նշված բոլոր հեռախոսազանգերը սպասարկվել են Ադոցի փողոցում գտնվող Ալեհավակ կայանի կողմից։ Վերջին կայացած հեռախոսազանգից հետո ժամը 21:27-ին մնացած բոլոր հեռախոսազանգերը մինչև 23:13-ը մնացել են անպատասխան, որոնք մեծամասամբ սպասարկվել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղակայված Ալեհավակ կայանների կողմից, ինչը վկայում այն մասին, որ Դավթևիկ Աբրամյանի պատկանող բջջային հեռախոսը չի գտնվել իր մոտ։ Այս իրողությունից հարց առաջանում, եթե ըստ մեղադրանքի Նարեկ Սարգսյանը ժամը 21:15-ից մինչև 22:20 ընկած ժամանակահատվածում վիճաբանել է Դավթևիկ Աբրամյանի եւ սպանություն կատարել, ապա ինչպես է ստացվել, որ Նարեկ Սարգսյանը հենց այդ նույն ժամանակահատվածում զանգել է Դավթևիկ Աբրամյանին եւ զանգերը մնացել են անպատասխան։ Հացամթերքի արտադրության խանութի աշխատակից վկա Արման Ադամյանը նշել է, որ ԱՄՆ Դավթևիկը դստեր հետ այցելել է իրենց խանութ, անկաշկանդ խոսել է հեռախոսով եւ այդ հեռախոսազրույցներից վկան հասկացել է, որ պատրաստվում է ամուսնացնել, նշել է, որ 2022 թվականի մայիսի 4-ի երեկոյան Դավթևիկը երեխայի հետ մտնելով խանութ խնդրել է իր հեռախոսը, ասելով, որ ցանկանում է զանգարել իր հեռախոսին։ Նկատեցի, որ նա գտնվում էր լարված վիճակում ու տրամադրելով հեռախոսը մտածի, որ հավանաբար իր հեռախոսը թողել է տաքսու մեջ։ Այդպես նա դուրս եկավ խանութից եւ մի փոքր անց վերադառնալով վերադարձեց հեռախոսը եւ կրկին դուրս եկավ խանութից։ Այնուհետեւ մի քանի րոպե անց զանգ եկավ իր հեռախոսամարին անծանոթ համարից, զանգարողը տղամարդ էր, ով հարցրեց, թե ինչու է զանգել։ Ես հասկանալով, որ դա հենց Դավթևիկի կողմից զանգարած համարն է, նրան ասացի, որ եթե Դավթևիկի հետ է ցանկանում խոսել, ապա կփոխանցեմ նրան եւ դուրս գալով խանութից տեսնելով, որ նա մոտակայքում է, փոխանցել եմ հեռախոսով մոտել խանութ։ Նրանց խոսակցությունը ներկա չեմ գտնվել։ Ըստ հեռախոսահամարի վերցանության հիշյալ վկայի հեռախոսամարից առկա են ինչպես Դավթևիկ Աբրամյանի, այնպես էլ Նարեկ Սարգսյանի համարներին ելքային եւ ութքային զանգեր։ Սակայն անհայտ է մնում, երբ է եղել հիշյալ զանգերը, միայն մայիսի 4-ին, թե դրանից առաջ ու հետո եւ երբ է ուժողը եկել հացամթերքի խանութ դեպքյոր։ Այս հարցերը, ինչպես նաև ինչու է Դավթևիկ Աբրամյանը զանգարում Նարեկ Սարգսյանին հացամթերքի խանութի աշխատակցի հեռախոսով, որտեղ էր Դավթևիկի հեռախոսը, ինչ են այդ ժամանակ հեռախոսով խոսել, ինչ է այդ ժամանակ հեռախոսով խոսել Դավթևիկը, բոլոր այս կարևոր հարցերը մնացել են անպատասխան։ Բացի այդ, ինչպես պետք է հացամթերքի աշխատակիցը նման մանրամասնությամբ տիրապետել երիտասարդ կնոջ կյանքի մանրամասներին, այս ցուցմունքի արժանապատվությունը հիշյալ մասով խիստ կասկածելի է, չեն պարզաբանվել քննությանը հայտնի չեն դարձել հիշյալ վկայի ու դժողի միջև առկա փոխհարաբերությունը նրա առնչությունը դեպքին։ Վկաների ցուցմունքները, որոնք առաջացրել են նոր դեռևս չպարզաբանված հարցեր։ Դժողի հայրը Ավետիք Աբրամյանը նշել է ընտանեկան բռնության մասին, սակայն չի հայտնել մեկ կարևոր հանգամանքի մասին, որ այդ օրը իր կինը Դավթևիկ Աբրամյանի մայրը եղել է Դավթևիկի մոտ, ինքը դրսում մեքենայով սպասելիս է եկել, ինչպես հետագայում ցուցմունք է տվել դժողի մայրը,
Նունե Մխոյանը, այն էլ այն բանից հետո, երբ հիշյալ հանգամանքի մասին լրացուցիչ ցուցմունքով հայտնվել է։ Դեպքի հաջորդ իսկ օրը հարցաքննվելիս Ավետիք Աբրամյանը քննիչի ուղիղ հարցին պատասխանել է։ Այդ օրը նրան չենք տեսել եւ հեռախոսազրույց չենք ունեցել։ Ի դեպ պատասխանը տրվել է հոգնակի թվով, թերևս նկատի ունենալով նաեւ կնոջը։ Թե ինչպես կարող էր հայրը 1-2 օր անց մոռանալ, որ կնոջ հետ գնացել է աղջկա մոտ, կինը տարել է մտել, իսկ ինքը սպասել է մեքենայով դրսում, քննության համար մնում է անհայտ։ Բացի այդ, ուժողի հայրը նշել է աղջկա հեռախոսների մասին iPhone 11, iPhone 7, հետագայում դեպքից 3 ամիս անց մեկ հեռախոսի մասին կինը վկայում է Մխոյանը հայտնել է, որ իրենց տանն է եղել, ներկայացրել աղջկա եւ Մեղադրյանի միջև հաղորդակցությունները։ 2022 թվականի հուլիսի 28-ին ի պաշտպանյան լրացուցիչ հարցաքննվել է նշված հանգամանքների շուրջ։ Հայտնել է, որ Տաթևիկի մայրը դեպքի օրը եղել է աղջկա մոտ, քանի որ ինքը երբ զանգարել է Տաթևիկին WhatsApp հավելվածով ասել, որ երեխայի որոշ իրեր է մոռացել, լսել է կնոջ ու վիճաբանության ձայն ու Տաթևիկից իմացել, որ մայրն է նրա մոտ։ Տաթևիկ Սարգսյանը իմ պաշտպանյալի քույրը հայտնել է, որ հարսի հետ նորմալ հարաբերություններ են եղել, սակայն նշել է, որ հարսի իր մոր հետ է լարված հարաբերությունների մեջ եղել, անգամ իրեն հայտնել է, որ սեփական մայրը իրեն ծեծել է։ Ըստ իրեն հասած տեղեկությունների դեպքի օրը մայրը եղել է ուժողի մոտ, որպես վկա հարցաքննվել է նաև իմ պաշտպանյալի մայրը, հայտնել է, որ դեպքի օրը հարսի մայրը տանն է եղել։ Ուժողի մոր Նունե Մխոյանի ցուցմունքով դեպքի օրը մոտ 1 ժամ մինչև ժամը 20:00 եղել է աղջկա մոտ, երեխան տանն է եղել, նրանց մթերք է տարել ձմերուկ սեղ բանկայով սպաս, ամուսինը սպասել է դրսում մեքենայի մեջ, հայտնել է, որ մինչ այդ հեռախոսով ժամը 18:30-ին մոտ զանգել ու աղջկան ասել է, որ գալու է, աղջկան դեպքի օր տեսնելու զանգելու հանգամանքի մասին վկա Ավետիք Աբրամյանը չէր հայտնել նախաքննական առաջին ցուցմունքում, սակայն քննիչը այդպես էլ չի բարձրաբանել հիշյալ հանգամանքը, թե ինչով է պայմանավորված եղել նշված տվյալի թաքցնելը։ Աղջկանից իմացել է, որ այդ օրը իրենից հետո Նարեկն է գալու։ Նշել է, որ աղջկա հեռախոսի մեջ արկային Նարեկ Սարգսյանի դեռևս 2021 թվականի հաղորդակցությունները, ըստ որոնց Նարեկի կողմից իբրև թե նրա հասցեին սպանության սպառնալիքներ են եղել։ Նշել է, որ դեմ են եղել ամուսնությանը, քանի որ իր ամուսնու քեռու թորն է Նարեկը, բայց նա փախցրել է, իբրև թե իրենց աղջկա Նունե Մխոյանը 19/09/2022 թվականին ներկայացրել իրենց տանը եղած iPhone X հեռախոսի WhatsApp հավելվածի հաղորդակցությունները աղջկա եւ Նարեկի միջև արկա։ Այդպես էլ անհայտ են մնացել գործի ճիշտ լուծման համար կարևոր նշված հարցերը։ Ինչու Տաթևիկ Աբրամյանի հայրը ի սկզբանե չի հայտնել, որ դեպքի օրը եղել են Տաթևիկի մոտ, մինչև ժամը 20:00 կինը մնացել է նրա մոտ, հեռախոսով մինչ այդ կինը խոսել է Տաթևիկի հետ։ Վկա Նունե Մխոյանը հայտնել է հիշյալ հանգամանքների մասին այն ժամանակ, երբ ի պաշտպանյան լրացուցիչ հարցաքննվելով հայտնել է, ինչպես եւ ինչու է աղջկա հեռախոսը հայտնվել իրենց տանը, ինչու ավելի շուտ չեն ներկայացել Վարդանյան Գաստոն Մարմին, այլ միայն 3 ամիս անց։ Արկային որոշակի անհամապատասխանություններ նաև տեսագրությունների զննությամբ։ Մասնավորապես զննության մասին արձանագրության համաձայն 2022 թվականի ապրիլի 5-ին ժամը 23:23-ին շենքից դուրս են գալիս 2 մարդ, չի նշվում սեռը, մեծահասակ տոպրակներով եւ երեխա ինքնաշարժ խաղալիքով, սկուտերով 23:20-ին նստում են մեքենան ու հեռանում։ Դեպքից 9 ամիս անց 2023 թվականի փետրվարի 6-ին քննիչ Այվազյանը կազմել է արձանագրություն, ըստ որի այցելել է Ադամցի 6 հասցե իրաց թաղամաս քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեսագրություններ վերցնելու նպատակով պարզել է, որ դրանք պահպանում են 10-20 օր, հետո ավտոմատ ջնջվում են։ Ինչ վերաբերում է ինքնական ներկայանալու վերաբերյալ արձանագրությանը, գտնում ենք, որ այն ևս որևէ կերպ սույն գործի շրջանակներում չի կարող համարվել վերաբերելի եւ թույլատրելի ապացույց հետեւյալ պատճառաբանությամբ ոստիկանության արտաշատի բաժին ինքնական ներկայանալու վերաբերյալ արձանագրության համաձայն Նարեկ Սարգսյանը 05/05/22 թվականին 950 ինքնական ներկայացել է ոստիկանության արտաշատի բաժին եւ հայտնել, թե իբր ինքն է իր կնոջ Տաթևիկ Աբրամյանի նկատմամբ կատարել հանրորեն վտանգավոր արարք։ Մեղադրյանի հարցաքննության արձանագրության եւ դատաքննության ժամանակ պաշտպանության կողմից հստակ դիրքորոշումը արկա է, որ Նարեկ Սարգսյանը որևէ առնչություն չունի իր կնոջ սպանության հետ։ Դեռ ավելին հատոր 237-րդ թերթում արկա է Նարեկ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքնական ներկայանալու վերաբերյալ արձանագրության մեջ բոլոր հայտարարությունները չի կարդացել,
բայց ստորագրել է 15/06/22 թվականին նոր պաշտպանների ներգրավման ժամանակ ծանոթացել է, թե իր հետ բացատրական աշխատանքներ են կատարվել, որ մեղքը ընդունել իրականության հետ աղերս չունի։ Արձանագրում ենք հետևյալ կարևոր հանգամանքների ինքնական ներկայանալու վերաբերյալ արձանագրությամբ չի նշվում, թե Նարեկ Սարգսյանը խոստովանել է սպանություն կատարելը, այլ արձանագրված է հանրային վտանգավոր արարք կատարել ձևակերպում։ Նարեկ Սարգսյանը միանշանակ պնդել է, որ նման արարք չի կատարել։ Մինչ օրս մեղադրանքում չի ներկայացվել սպանության որևէ շարժառիթ, որևէ դրդապատճառ, որը փաստերով հիմնավորված կլիներ։ Դեռ ավելի նշված արձանագրության վերաբերյալ դատարանում հարցաքննվեցին նաև արձանագրությունը կազմած եւ ներկա գտնված ոստիկանության աշխատակիցները, որոնք հստակ տեղեկատվություն հայտնեցին առայն, որ գործուտ իբրև թե եղել է պաշտպան, որի տվյալները չկարողացան հայտնել եւ որի փաստաբանական գործունեության արտոնագիր ունենալ չունենալու վերաբերյալ տեղեկությունները չպարզվեցի վերջո, քանի որ դրա ստուգման եղանակը բացահայտված չէր եւ նշվեց, որ փաստաբանի կողմից այդ հայտարարությունները կատարվել։ Եվ նաև ոստիկան իրենց հիշելով, նշեցին, որ իրենց հիշելով քննարկման արդյունքում թե ինչ հանգամանքներով փաստաբանի կողմից է կատարվել եւ նաև ի պատասխան նաև իմ հարցադրմանը, թե եթե ներկա չեք գտնվել, ավելի եթե չեք մասնակցել խոսակցությանը Նարեկ Սարգսյանի եւ ենթադրյալ պաշտպանի, ապա ինչ գիտեիք ինչ թեմայից էր իրենց խոսակցությունը, եւ նշեցին, որ իրենց ենթադրություն են ընդամենը, որ այդ հարցի շուրջ են արել եւ արդյունքը եղել է փաստաբանի շուրթերից, պատասխանը եղել է փաստաբանի շուրթերից։ Այսինքն Նարեկ Սարգսյանի կողմից նման հայտարարություն կատարելու եւ այլել այդ հայտարարությունը արձանագրության մեջ ֆիքսելու որևէ թույլատրելի հիմք առկա չէ, քանի որ դրանք վերջինիս կողմից չեն կատարվել։ Ինչ վերաբերում է դստեր ներկայությամբ ենթադրյալ սպանության կատարման մասով մեղադրանքին, ապա այդ մասով եւս մեղադրական պնդումը կարծում եմ ամբողջությամբ հիմնազուրկ է հետևյալ պատճառաբանությամբ անչափահաս Լիանա Սարգսյանի վերաբերյալ դատահոգեբանական փորձաքննության թիվ 22-15-27 եզրակացությունը կատարվել է փորձաքննությունների ազգային բյուրոյում, դատահոգեբան Տաթևիկ Մամյանի արձանագրել է, որ երեխան փորձաքննության ընթացքում թերթերի գործողության հետ կապված իրավիճակների ցուցադրումներ ձայներ չի կատարել, հետևության մեջ նշված է, որ հոգեբան փորձագետի հատուկ գիտելիքների իրավասությունների դաշտից դուրս է որոշում ներկայացած հարցադրումը, թե բացի Տաթևիկ Աբրամյանից այլանց եղել է Դեյվիդ Պայմանի բնականon, թե ոչ Լիանա Սարգսյանը կարող է ընկալել եւ ոչ խոսքային ձևով վերարտադրել գործի համար կարևոր հանգամանքների իրողությունների արտաքին նկարագրական կողմը, սակայն չի կարող ըստ էության հասկանալ եւ կամ փոխանցել հանգամանքների բովանդակային եւ իմաստային կողմը։ Ուղղակի հոգեբանական կենտրոն ՍՊ հոգեբանական կարծիք է ներկայացրել երեխայի դատահոգեբանական փորձաքննության վերաբերյալ, որը ճանաչվել է անթույլատրելի ապացույց ձեր որոշմամբ հենց, քանի որ բարոյթի նյութերին բացակայում է փորձագետին իրականացնող մարմնի կողմից տրված թույլտվություն գործի նյութերին ծանոթանալու համար, այսինքն քրեադատարական օրենսդրությամբ ընթացակարգի խախտման պետք ձեռք բերվել ապացույցը, որը չի կարող թույլատրել լինել եւ օգտագործվել բարոյթում։ Իմ գործընկերների նաև հարցմանի պատասխան ՔԻՑԱՈ-ՍՊ-ի կողմից տրված 16/24 թվականի գրության համաձայն ֆիզիոլոգիական պահանջների մասին երբեմն հայտնում էր նաև ժեստերով, ծարավ լինելը ձեռքը կոկորդին հպելն էր։ Հետևաբար թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են։ Իրավագիտական հայտնի արտահայտության համաձայն երեխայի ներկայությունը հիմնավորող վերաբերի թույլատրելի արժանավատ ապացույցների բավարարություն առկա չէ, որով կհիմնավորվեր, որ Լիանա Սարգսյանը ենթադրաբար մոր մահվան պահին ներկայ գտնվել։ Որևէ արտառոց հուզական երանգ չի նշմարվում, որով կարելի է արձանագրել երեխայի կողմից բռնության ականատես լինել, այն էլ բռնությունից անմիջապես հետո։ Նվազագույն շեմը կլիներ երեխայի կողմից մորը կանչելը ետ նայելով դեպի հետ։ Կարող էր լինել հուզմունքից ուժասպառ անկառավարելի, որպեսզի հայրը գրկեր, որ քայլվածքի մեջ եւս չկա որևէ անհանգստություն, ագրեսիվություն, ինքնաբուխ, անշտապ քայլվածք այսպիսով ներկայացված տեսանկյուններում տեսնում ենք միջին վիճակագրական տղամարդ եւ երեխա, ովքեր անշտապ գնում են դեպի մեքենա։ Ժեստ կենտրոնի կարծիքը H21-ից 22։ Այսպիսով գործով ձեռբերված բոլոր փաստական տվյալների համադրությունը վկայում է Նարեկ Սարգսյանն իր դստեր անչափահաս Լիանա Սարգսյանի հետ Տաթևիկ Աբրամյանի բնականից դուրս գալուց եղել է հանգիստ հոգեբանական վիճակում եւ չկան որևէ նշաններ, թե րոպեներ առաջ կատարվել է բռնություն, առավել ևս սպանություն։ Լիանա Սարգսյանը դեպքից վաղուց ի վեր սովորություն է ունեցել ջուր ուզելու ծարավն արտահայտելու համար ձեռքի շարժումով հպվել կոկորդին, հետևաբար անթույլատրել է այս կամ այն մանիպուլյատիվ դատողություններով փորձել այդ շարժումը վերագրել ենթադրյալ ստրեսի, հատկապես անթույլատրել է այն օգտագործել իբրև փաստարկ
սպանության մեղադրանքը ինչ-որ կերպ հիմնավորելու առումով։ Սպանության դրդարարություն պատվարժան դատարան սույն գործով չկան սպանության ականատեսներ, չկան ուղղակի ապացույցներ, մեղադրանքի հիմքում դրված են դեպքի նախորդած այդ թվում տարիների վաղեմության հանգամանքների մասին վկայությունները, մասնավորապես տուժողի և մեղադրյալի ամուսնական հարաբերությունների վերաբերյալ, որոնք ինքնին չեն ապացուցում իմ պաշտպանյալի կողմից տուժող Տաթևիկ Աբրահամյանի կյանքի ձգելու ոչ շարժառիթը, ոչ նպատակը, ոչ դրդապատճառը և ոչ էլ սպանություն նրա կողմից կատարելու հանգամանքը։ Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ անձի դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը պարզապես հաղթահարված չէ։ Այլ խոսքով, քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը։ Անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին միայն ենթադրություններ անելու համար։ Անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է, որ ապացույցների ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը հաստատելու համար։ Հիմնավոր կասկածից վեր ապացուցական չափանիշացնելով պետք է հասկանալ փաստական տվյալների այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Այլ խոսքով, մեղադրանքի կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։ Այսպիսով, նաև վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշը։ Ապացույցների նման ծավալ սույն գործով ուղղակի բացակայում է։ Քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ, եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա, մեղադրական դատավարության հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած, իսկ դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնել անհրաժեշտ և հնարավոր ապացույցների բացակայությունը։ Վարույթն Մարմինը պարտավոր է հանգամանորեն ստուգել ի պաշտպանություն մեղադրյալի բերված և պատշաճ ձևակերպված փաստարկները, հանցագործության համար անձի մեղավորության մասին հետևություն չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի փոխկապակցված վերաբերելի թույլատրելի հավաստի ապացույցների ամբողջությամբ։ Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով պետք է հասկանալ թույլատրելի վերաբերելի և արժանավատ ապացույցների համակցություն, որը հաղթահարելով անմեղության կանխավարկածը անաչափ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործող ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում։ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում բազմիցս անդրադարձել է չփարատված կասկածներին ու դրանց հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու հանրային սկզբունքին։ Այսպես վճռաբեկ դատարանի հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա։ Այս կապակցությամբ վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։ Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը։ Սույն գործով Նարեկ Սարգսյանի մեղավորության մասին սոսկ ենթադրություն կարող է լինել, առկա չէ այնպիսի ապացույցների բավարարություն, որը թույլ տա նրա մեղավորության վերաբերյալ պնդում կատարել հիմնավոր կասկածից վեր ապացուցված հիմնավորվածության տեսանկյունից։ Եզրափակիչ ելույթի առաջին մասի բոլոր ենթակետերում թվարկված չփարատված կասկածների, անհամապատասխանությունների, հակասությունների, հարցականների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։ Հետևաբար նման պայմաններում խոսել Նարեկ Սարգսյանի մեղավորության ապացուցման մասին հակաիրավական է և հակասում է Հայաստանի Հանրապետության նաև ավելացած միջազգային պայմանագրերին, մասնավորապես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոմիսիայի 6-րդ արտար դատաքննության իրավունքին։ Պատվարժան դատարան վերը հիշատակված բոլոր հանգամանքները բազմիցս շեշտադրվել են մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից, մասնավորապես Եվրոպական դատարանը կարևորել է կոնկրետ գործով արտար դատական քննություն կատարված լինելու վերաբերյալ իր համոզմունքի ձևավորումը և նշել է, որ քրեական վարույթի իմաստով արդար դատական քննությունը ներառում է նաև անմեղության կանխավարկածի պահպանումը, ինչը նշանակում է, որ դատարանը չպետք է ելնի այն կանխավարկածից, թե անձը կատարել է իրեն մեղսագրվող հանցանքի կատարման մեջ անձի մեղավորությունն ապացուցող պարտականությունը կրում է
դատախազությունը եւ կասկածները պետք է մեկնաբանվեն Հոկուտ Մեղադրյալի այսպիսով որ դատաքննության ընթացքում իր պաշտպանյալ Նարեկ Սարգսյանի մեղավորությունը ենթադրյալ հանցանք կատարելու մեջ չի հիմնավորվել վերաբերյալ թույլատրելի եւ արժանավատ ապացույցի բավարար համակցությամբ դատաքննությամբ չփարակված կասկածները շարունակում մնալ բազմաթիվ հարցականներ սկսած ուժողի մահվան ժամից սպանություն կատարած անձից սպանության դրդապատճառից նպատակից վերջացած հանցագործության բացահայտման համար պիտանի հետքերի անվերադարձ կորստով երեխայի ներկայություն մոր մահվան պահին բացառող մի շարք ապացույցներով Սույն դիրքորոշման առաջին մասում դրա բոլոր ենթամասերում առանձին վերլուծված են չփարակված կասկածները, որոնք ինքնին վկայում են իր պաշտպանյալ Նարեկ Սարգսյանի անմեղության մասին։ Պատվարժան դատարան ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 63-րդ, 66 եւ 81-րդ հոդվածներով Մարտիրամների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոմիտեի 6-րդ հոդվածով քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր սկզբունքներով եւ 242-րդ հոդվածով, ինչպես նաեւ հաշվի առնելով սույն դիրքորոշմամբ ներկայացված փաստական եւ իրավական հիմքերն ու հիմնավորումները խնդրում են կայացնել արդարացնող վերդիկտ Մեղադրյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ։ Շնորհակալություն։ Ես թղթային տարբերակը հաջորդ դատականին կամ էլեկտրոնային տարբերակով կուղարկեմ։